Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշներով ֆուտբոլ բարեկամություն, ֆուտբոլ խաղաղություն բովանդակությամբ մեծ չափերի պաստառներ են արդեն տեղակայված Երևանի կենտրոնում, Ֆրանսիայի հրապարակում։ Հենց այստեղ տեղադրված մեծ էկրանից էլ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա մարզադաշտից դուրս հետևել խաղին ուղիղ եթերում։ Եվրո 2012-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպմանն ընդառաջ նախապատրաստական վերջին աշխատանքներն են տարվում նաև Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Խոտածածկը թարմացվում է, տրիբունաները մաքրվում։ Երեկ երեկոյան այստեղ հիմնական մարզումն անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականը։ Ու մինչ մեր ֆուտբոլիստները մարզվում էին, տրիբունաներում նախավարժանք էին անում մեր հավաքականի մոլի երկրպագուները, հայկական առաջին ճակատ ֆան ակումբի անդամները։ Մեր ամենամեծ պարգևը կլինի 3 միավորը։ Ազատություն ռադիոկայանի հարցինի պատասխան այսօր հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Մեր ամենամեծ պարգևը կլինի 3 միավորը։ Նա տեղեկացրեց, որ հավաքականը խաղին կազմ պատրաստ է, թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Այս պահին բոլորը կազմը պատրաստ են, ոչ մեկ վնասվածքներ չունի։ Պարկաստու ֆունկցիոնալ առումով էլ այս մեր պարապմունքներով մենք նայեցինք, որ իրանք լավ վիճակում են։ Այս պահի համար լավ վիճակում են։ Նույնը կարող եմ ասել նաև հոգեբանական առումով թիմը պատրաստ է վաղվա խաղին։ 15000 հանդիսականի համար նախատեսված հանրապետական մարզադաշտը լինելու է լեփլեցուն, տոմսերը սպառվել են դեռևս 10 օր առաջ։ 10% սահմանված կարգի համաձայն տրամադրվել է ռուս երկրպագուներին։ Տրիբունայի 1400 հոգանոց այդ հատվածը առանձնացված է, լրացուցիչ ճաղեր են տեղադրվել։ Ոչ թափ վիճակում գտնվող ոչ մի երկրպագու մարզադաշտ չի մտնելու։ Այսօր Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ով մարզադաշտում խաղին ընթառաջ վերջին հրահանգներն էր տալիս ոստիկաններին։ Օգտագործվել են մետաղորդիչներ, հարթած քաղաքացիներ, օգտագործած քաղաքացիներ ոգելից խմիչքներ օգտագործած չեն թողնվելու, շատ խիստ մի քանի շարքերով ֆիլտրվելու է ֆուտբոլասերների մուտքը, նոր թողենք Լինի հայ թե ռուս։ Այո, բնականաբար։ 3-1։ 3-1։ Չեմ ուզում կանխատեսում անել, ուզում եմ հավատալ, որ կհաղթենք։